Ողջունում ձեզ հարգելի բարեկամներ, Ազատարար բլոգն է, ես Արմեն Հովհաննիսյանն եմ, ինչպես միշտ շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար, որ ցուցաբերում եք ձեր բաժանորդագրությամբ, լայքերով եւ կիսումներով։ Խնդրում շարունակել այդ աջակցությունը եւ այսօրվա թողարկումը նույնպես ակտուալ թեմաների մասին է լինելու, թե ներքին քաղաքական, թե արտաքին քաղաքական։ Ես մի փոքր ռեպլիկ անպայման ուզում եմ ասել կապված Գյումրիի ընտրություններին։ Գյումրիի ընտրությունները շատ մրցակցային են, 9 կարծես տեխնացու կա, ցուցակներ կան, բավական քաղաքում հայտնի ուժեր են ներգրաված եւ ոչ միայն Գյումրիում, այլ նաեւ ամբողջ Հայաստանում ուժեր կան ուժեր, որոնք հայտնի չեն ոչ այնտեղ, ես կարծում եմ, իսկական նորմալ մրցակցային ընտրություններ են։ Ես սա չեմ համարում ժողովրդավարության տրիումֆ բոլոր դեպքերում, որովհետեւ միշտ ասել եմ ու կասեմ, դեռ չեմ տեսնում այն 2-3 կարող կուսակցությունների պրոտոտիպները, որոնք պիտի փաստորեն իրար հետ ազատ մրցեն Հայաստանում կառավարում իրականացնելու համար ինչ որ ժամանակահատվածում։ Կուսակցական թեմաների մասին հետո խոսենք մի օր երևի, բայց բոլոր դեպքերում ասել, որ սա մրցակցային ընտրություններ չեն, չի կարելի։ Եվ ես այստեղ տեսնում եմ պահվածքը քայլիստների, Հայաստանի կառավարության, որը փաստորեն ոստիկանական տերորի լեզվով է փորձում կոռեկցիայի ենթարկել արդյունքները։ Սա ամենևին չի նշանակում, որ այդ ուժերը, ում հանդեպ այդ բռնությունը կիրառվում է, ես իրենց համախոհն եմ, դա լրիվ այլ բան է, դա խաղի կանոնների մասին է, եւ դա բնորոշ է այսպեսի հիբրիդ ռեժիմներին, Թուրքիայից ես խոսելու եմ հիմա, Թուրքիայի օրինակը կբերենք, առանձին կքննարկենք, որովհետեւ շատ կարևոր նրբություններ կա, որ Հայաստանի համար նույնպես կարևոր են, երբ որ շատ կարճ փորձեմ ձևակերպել, երբ որ պետության ռեպրեսիաները ուղղակիորեն կապված են ոչ թե կարգ ու կանոնի հաստատման, այլ սոցիոլոգիական հարցումների հետ։ Այսինքն, քանի ասենք Արմեն Հովհաննիսյանը, օրինակի համար բլոգեր, այսպես ասենք, ունի այսքան մարդ է նայում, այսքան է, թե խոսա էլի, իզուր ինչու վատամարդ լինենք, իզուր ինչու ցույց տանք աշխարհին, որ մենք ռեպրեսիվ ենք, հա, իզուր ինչու այդ ժողովրդավարական կերպարը, որ մեր վրա վերցրել ենք, իբր թե այդ պատկերից շեղվենք, առավելևս որ կարելի է միշտ հղում անել, ասել, տեսեք, կա, ասենք, Արմեն Հովհաննիսյան, բայց բնականաբար այլ բլոգերներ կան վերլուծաբաններ, քաղաքագետներ, կարևոր չի, կան ինֆլուենսերներ, հանրային կարծիքի վրա ազդող մարդիկ, որոնք մեզ քննադատում են, տեսեք, մենք ինչ ժողովրդավարական ենք։ Թվերը փոխվեն, սոցիոլոգիան փոխվի, ազդեցության չափը փոխվի, եւ իրենք ցույց են տալիս, որ իրենց բացարձակապես այլ կերպ են սկսում պահել։ Նայեք ինչ է կատարվում, հա, փաստորեն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հանդեպ ոստիկանական բռնություններ են կիրառում։ Նախ սկսենք նրանից, որ եթե դրանք հանցագործներ էին, ապա կարգուկանոնը կառավարությունը պարտավոր է, դա իր սահմանադրական պարտականությունն է, պաշտպանել կլոր տարին ողջ իր կառավարման ընթացքում, սեզոնային չի դա, եւ այդ հարցերը պետք է վաղուց լուծված լինեն, իսկ եթե դա այդպես չեն արել, չեն կարողացել, որ այդ ուժերը, այդ անձինք եկել են ընտրությունների, ուրեմն բանը հասել է նրան, պետք է ընտրողը պետք է որոշի, եւ պետք է քվեարկությունը որոշվի, եւ այսպիսի պահվածքը Փաշինյանի հատկապես իր այդ ատելության եւ այդ ոչ adekvat մարդու պահվածքը ազգային ժողովում, հա, հաշվի առնելով, ես ավելին ասեմ, դեղերը չընդունած հոգեբուժական, եթե ոչ հոգեբուժարանի, ապա դիսպանսերի պացիենտի
պահվածքը ցույց է տալիս, որ ոստիկանությունը ուղղակիորեն ուղղորդվում է կառավարության շենքից, անձամբ իրենից։ Եթե նույնիսկ անհնար է ապացուցել, որ եղել է կոնկրետ զանգ Երևանից, ապա այդ հրապարակային ելույթները բավարարական են, մենք տեսնում ենք այդ հրապարակային ելույթները բոլորս։ Եվ սա անընդունելի է, այդպես ժողովրդավարական երկիր չեն կառուցում։ Եվ դա չի այն մեթոդը, որով կարելի է իշխանության հասնել կամ պահել առավել ևս։ Դա օգուտ չի բերում եւ կարեւոր չի որ դա ԿՊՆ-ը թե ԿՊՆ չէ, ես սիրում եմ ԿՊՆ, չեմ սիրում։ Սա անընդունելի մեթոդոլոգիա է։ Եվ ցույց է տալիս, թե քանի կիլոմետրով են իրենք հեռու ժողովրդավարական իդեալներից, ժողովրդավարությունից եւ Հայաստանում մրցակցային արևմտյան ժողովրդավարության կառուցումից։ Չնայած մինչև 18 թվականը իրենց չասեմ բոլորը, բայց զգալի մասը երդվում էին, որ հենց այդ ժողովրդավարության տիպի զինվորներն են պարզապես եւ պատրաստ են նույնիսկ մեռնել հանուն այդ արժեքների։ Հիմա տեսնում ենք, որ իրենք այդ արժեքների հանուն այդ արժեքների ոչ թե մեռնում են, այլ սպանում են հանուն այդ արժեքների, ավելի շուտ ոչ թե հանուն այդ արժեքների, այլ հանուն իրենց սպանում են այդ արժեքները, այսպես ասենք։ Եվ սա եւս մի այսպես քար է ուխտի մեջքին եւ ես չգիտեմ թե որքան կարող է ուխտը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը այս հայտարարությանը դիմանալ։ Ավարտեցի Գյումրի մասով, ես անտարբեր չեմ Գյումրիի նկատմամբ, իմ ծնողներիս հայրենիքն է, քաղաք է, որի հետ ես շատ բան եմ ինձ կապում, ես այդտեղ չեմ մեծացել ցավոք, այդ խոսքի, լեզվի կրողը չեմ, բայց բոլոր դեպքերում հարազատագույն վայր է իմ համար, որտեղ ինձ համար հարազատ մարդիկ են ապրում, հարազատ մշակույթ է եւ ինձ համար շատ բաներ են ցավալի, ինչ որ կապված է Գյումրիի հետ, այդ թվում որ մինչեւ հիմա այդ ռուսական սապոկ գովերքող կա Գյումրիում եւ այլն, հա, ռուսական բազայի գոյությունը արդեն վիրավորանք է, բայց նաեւ ինձ համար մեկ չէ թե ինչ է կատարվում տեղում։ Այսքանը։ Հիմա անցնենք Թուրքիային։ Հիբրիդ ռեժիմներին, տարատեսակ հիբրիդ ռեժիմներին, որն է հիբրիդ ռեժիմը։ Դա ռեժիմն է, որը ժողովրդավարական ֆորմալ ինստիտուտները փորձում է համատեղել ոչ ժողովրդավարական պրակտիկաների հետ։ Մենք այդպես ապրում ենք 90-ական թվականներից, այնպես որ մեզ դա շատ ծանոթ է, պետք չի պատկերացնել, որ դա մեզանից շատ հեռու վերացական բան է, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Հիբրիդ ռեժիմներում գոյություն ունեն ժողովրդավարական, եթե ոչ բոլոր բազում ինստիտուտներ, որ գոյություն ունեն ժողովրդավարական երկրներում, հռչակված են պաշտոնապես սկզբունքներ, որոնք նույնն են գրեթե կամ ամբողջությամբ նույնն են ինչ որ ժողովրդավարական երկրներում, բայց ֆունկցիոնալությունը այլ ուղղությամբ է գնում։ Ըստ որում հիբրիդ ռեժիմը կարող է անընդհատ գնալ դեպի ուղղակի բռնապետություն, Ռուսաստանը, որ օրինակ արդեն բոլոր կամուրջները այրված են, Բելարուսը, Ադրբեջանը, որը նույնպես սկսել է որպես հիբրիդ ռեժիմ, բայց հիմա վաղուց արդեն հիբրիդ ռեժիմ չի, ուղղակի կիսատոտալիտար բռնապետություն։ Եվ տարբեր ներքին եւ արտաքին հանգամանքներից կարող է գլորվել կամաց դեպի ժողովրդավարություն, երբ ժողովրդավարական ինստիտուտները շատ թե քիչ ավելի ֆունկցիոնալ են, ավելի իրենց գործունեությունը համապատասխանում է այն նպատակներին, որի համար իրենք ստեղծվել են։ Օրինակի համար դատարանները սկսում են շատ թե քիչ ինքնուրույն գործել եւ արդար վճիռներ ընդունել, օրինակի համար կամ ժողովուրդը բողոքում է ինչ որ նույնիսկ տեղական ինքնակառավարման մակարդակով ինչ որ ապօրինությունից եւ կառավարությունը փորձում է հանգստացնել ժողովրդին, ոչ թե բռնությամբ եւ վախեցնելով այդ հարցը լուծել եւ այլն։ Խոսքի ազատությունն է ընդլայնվում։ Այդպեսի
փուլեր են լինում եւ որպես կանոն հիբրիդ ռեժիմները ճոճվում են այստեղից այն կողմ։ Քանի դեռ դա հնարավոր է, որտեղ կա կարմիր գիծ, որից հետո արդեն երկիրը գնում է դեպի բռնապետություն։ Օրինակ Վրաստանը արդեն չի ճոճվում, չեմ կարող ասել, որ դա արդեն բռնապետություն է, բայց ակնհայտ է, որ միակողմանի շարժեր են կողմ։ Եվ եթե Իվանիշվիլի ռեժիմը այսպես շարունակի, ապա այնտեղ ոչ միայն երկրի պարլամենտ եւ չեն կարող ընտրել քաղաքացիների ազատ կերպով, այլ նաև գյուղապետ էլ չեն կարողանալ ընտրել, եթե այս տրամաբանությամբ շարունակվի։ Եվ հիբրիդ ռեժիմները, քանի որ որպես կանոն դրանք կոնկրետ մարդկանց են սպասարկում, որոնք իշխանության են եւ տնտեսական եւ քաղաքական իշխանության են, գլխավոր նպատակը այդ իշխանությունը կներեք տավտոլոգիա իշխանության մեջ պահելն է, այդ մարդկանց այդ խմբավորումները եւ նրանց կողմից օրինական եւ ապօրինի հարստացումը այդ երկրի եւ այդ երկրի քաղաքացիների հաշվին սպասարկելը։ Հիմա վերադառնանք Թուրքիային։ Թուրքիայում էլեկտորալ դեմոկրատիա է, այսինքն զուտ ընտրական դեմոկրատիա է։ Չէ, ընտրական դեմոկրատիան հակադրվում մեկ այն արևմտյան կամ ինչպես լիբերալ ժողովրդավարություններ են ասում, բայց ես այդ բառը այդքան չեմ սիրում, ժողովրդավարություններին, որովհետև լիբերալ ժողովրդավարությունը բացի ընտրական process-ներից եւ շատ թե քիչ ազատ, շատ թե քիչ արդար ընտրություններից, այնտեղ նաև կան սկզբունքներ, որոնք պետք է պահպանվեն, օրինակ օրենքի գերակայություն, բոլորը օրենքի առջև հավասար են, կապ չունի դու ով ես, ինչ ես, ում տղան ես, ինչքան փող ունես, հա, պետությունը ձգտում է նրան, որ օրենքը բոլորի համար նույնն է, պետությունը ձգտում է նրան, որ մարդու իրավունքները հարգվեն, սա իմիջիալոց հիբրիդ ռեժիմների ամենաթույլ կետն է, հարգվեն այն ֆունդամենտալ իրավունքները, որտեղ երկրորդ աշխարհամարտից հետո են ընդունվել եւ հետո այսպես ասենք ընդլայնվել են դրա հասկացությունները մարդու իրավունքի եւ լիբերալ ժողովրդավարությունները այսպես ասենք հակված չեն աջակցել ինչ որ մի քաղաքական ուժի շատ երկարատև կառավարմանը, այսինքն կան մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս մերթ փոխել կառավարությունը, կառավարող ուժին, դրանով որոշակի դինամիզմ է տրվում քաղաքական համակարգին եւ պետությանը։ Էլեկտորալ ժողովրդավարությունը այդ ամեն ինչը կամ չունի կամ շատ թույլ է, իրենց մոտ մի սկզբունք կա, որ ընտրություններ է, կա X տեխնացում, Y տեխնացում, Z տեխնացում, վերջում մենք շատ թե քիչ արդար հաշվում ենք, թե ով ինչքան ձայն ստացավ, քայլիցները շատ են հպարտանում, մինչև 100 ձայն, 15 ձայն, 7 ձայն հաշվում ենք, ֆիքսում ցույց ենք տալիս, բայց մեր երկիրը չի ձգտում ոչ օրենքի գերակայության, ոչ մարդու իրավունքների, ոչ եւ այլն, եւ մնացած ամեն ինչ։ Եվ Թուրքիայում պարզ է, որ այստեղ կոնկրետ այս իրադարձությունների մեջ ես դեմ եմ գեոպոլիտիկ բովանդակություն փնտրելու, որովհետեւ սա ընդամենը սուլտանի, իսկ իրեն սուլտան է պատկերացնում Էրդողանը, մի վարքյան չկասկածեք, ինքը իրեն պատկերացնում է եւ սուլտան եւ խարիֆ, այսինքն սունի մամեդականների եւ կրոնական լիդեր եւ թուրքական պետության կամ ինչպես պատկերացնում են Օսմանյան կայսրության միապետ, իշխանությունը չի կարող որևէ մեկին տալ, բացի իր ժառանգներից, ում ինքը համարում է ժառանգ, դա իր որդին կարող է լինել, փեսան կարող է լինել, չգիտեմ ով է, բայց հաստատ ինքը չի կարող ինչ-որ ժողովրդի կամքով տալ ինչ-որ ընդդիմության, դա իր համար անընդունելի բացառվող բան է, դրա համար չի ինքը 20 քանի տարի կոնսոլիդացրել ռեժիմը, դա շատ կարևոր է, այդ process-ը կոչվում է կոնսոլիդացիա, որտեղ երբ որ այդպեսի խմբավորումը գալիս է իշխանության, դեռ ժամանակ է պետք, որպեսզի նա կարողանա հարմարեցնել պետական ապարատը կոնկրետ իրեն շահերը ապահովելու համար եւ այլ process-ներ կան զուգահեռ եւ այդ գործընթացը կոչվում է կոնսոլիդացիա։
23 տարի կոնսոլիդացրել է, հա, իր պատկերացմամբ կատարյալ համակարգ է ստացվել եւ այլն, եւ ինքը արդեն չնամ իր ձեռքն են համբերում ծնկի վրա են իջնում իր արջև բան, իհարկե դա ասիական նաեւ այդ տհաճ դրսեւորումներն են, թուրքական ասիական, եւ հանկարծ ինչ որ բան իր տեսակետից բոսյակ գա ընտրություններում ավելի շատ ձայն ստանա ու գա նստի խարիֆի բազգաթոռի վրա, դա աթոռի վրա, դա իր համար ընդունելի բան է, եւ դրա համար երբ որ հարցումները ցույց տվեցին եւ շատ լուրջ Իմամօղլուն հանդես եկավ որպես քեմալիստների հիմնական հակառակորդների մրցակիցների տեխնացու, պարզ դարձավ չի կարող Իմամօղլու կամ որևէ մեկը գալ ընտրություններում իրեն փոխարինել, այդպեսի բան լինել չի կարող, եւ ժողովրդական հանրապետական կուսակցությունն էլ գա փոխարինի իր այդ կուսակցությանը։ Ինչ է պետք անել։ Պետք է հիբրիդ այն ինչ որ հիմա անում է ԿՊ-ն Հովիկ Աղազարյանի վերաբերյալ, ինչ ԿՊ-ն անում է Գյումրիում, այլուր պետք է օրենքի անվան տակ կիրառել պետական ռեպրեսիաներ։ Իբր թե կաշառակեր է, չնայած ուրեմն իրեն մեղադրում են կաշառակերության մեջ, բայց նաև որ տերորիստների հետ է համագործակցել քրդերի, բան չես հասկանում, ասենք որն է։ Աստորը մենակ ինքը չի ձերբակալված, Իմամօղլուն չի, ամբողջ ապարատի մի զգալի մասը Ստամբուլի կառավարում։ Իստանբուլի դերը Էրդողանը շատ լավ գիտի, ինքը եղել է Ստամբուլի քաղաքապետ, ըստորում լավ քաղաքապետ, լավ հիշողություններ է թողել, բավական քաղաքային տնտեսությունը եւ այլն բարելավվել է իր օգտին եւ դա լավացել է Տրամփին այդ հետագա գործունեության համար, զարմանալի ոչինչ չկա, շատ մեծ օրինակներ կան, շատ հայտնի օրինակներ կան, երբ քաղաքական գործիչը սկսում է ինչ-որ դրական գործունեությամբ, ստանում է պոպուլարության եւ աջակցության առաջին այդ ալիքը, հետո ընդհանուր միջև կարող է հրեշի վերածվել։ Հայտնի բան է հայտնի երևի մարդկության պատմության մեջ ամենա այսպես խորհրդավոր կինոներ են նկարահանում, գրքեր են գրում եւ այլն, հա, բռնապետներից մեկը Դյուվալիե, Պապադոկը, ինչպես իրեն ասում էին, դոկ որտեղ բժիշկ է։ Ուրեմն Պապադոկը իսկապես բժիշկ էր եւ ինչ որ համաճարակ էր, շատ սարսափելի, հայտի շատ հետա մնաց է եւ այնտեղ այդպեսի բաներ շատ կարող են լինել եւ շատ սարսափելի հետևանքներ կարող ունենալ եւ ինքը իր կյանքը վտանգելով որպես բժիշկ ահռելի մեծ դեր է խաղացել, որպեսզի կյանքեր փրկի եւ այլն կարողանան հաղթահարել այդ համաճարակը։ Եվ հետո ժողովուրդը ոգևորված եւ այլն իրեն բերել է իշխանության։ Թե հետո ինչ էր, ես նույնպես եմ ասում, չորանանք կա գիրք գրականություն, նույնիսկ վավերագրական նյութեր կարող է գտնել համացանցում։ Ինչու խորհրդավոր, որովհետև իր բռնապետությունը նաև միստիկ կողմ ուներ, վուդու կուլտի հետ էր շատ սերտորեն կապված, այդ թվում այդ զոմբիներ եւ այլն, որ սարսափ ֆիլմերից գիտեք, այդ ամեն ինչը այդպեսի ինչ-որ թեմաներ պատտվում էին իր շուրջը։ Եվ հիմա ինքը գիտի, որ այս Իմամօղլուն որ կա, ունենալով այդպեսի մեծ աջակցություն երկրում եւ հարցումներով, այդ սոցիոլոգիական ռեպրեսիաներն են, երբ որ հարցումները որոշում են, որ սա գլխին տալու ժամանակն է։ Եվ ամեն ինչ անել, որպեսզի նա տապալվի ակնհայտ բռնապետական եւ իմչալոց ասեմ, որ խոսքի ազատության ջատագով եւ եվրոպացիների խոսքի ազատության դասեր տվող մասկը փակել է ընդդիմադիր գործիչների մի քանի թուրք ընդդիմադիր գործիչների X պրոֆայլները ակնհայտ ցույց տալով իր քաղաքական ուղղվածությունը եւ ամենակարևորը ցույց տալով, որ ինքը բացարձակապես անկեղծ չէ, երբ որ խոսում է խոսքի ազատությունից եւ այլն։ Ինքը միայն ծայրեղ աչերի ֆաշիստների եւ իր կողմից ֆինանսավորվող
մարդկանց եւ խմբերի խոսքի ազատության կողմնակիցը։ Իսկ ոչ մնացածի ակնհայտ է, որ այդպես է վարվել, այդպես ժամանակին մի քանի դեպքի եղել Յահուներ առնում, համագործակցում էր տարբեր բռնապետական ռեժիմների հետ, Իրանում չի նստվում, հայմակասնվա Իրանը չի բռնապետական ռեժիմ անվանեցիր, Իրանում վերջը լավ, Չինաստանում անդիմադիրներին դուք մինչև փաստորեն հանձնելով պետության։ Եվ հիմա տեսնում եք ինչպես է իրան պահում X-ը, ինչպես է իրան պահում խոսքի ազատության իբր ջրճակով Իլոն Մասկը։ Եվ ակնհայտ է, որ դա նաև ցույց է տալիս, որ աջակցում է Էրդողանի ռեժիմին։ Ես կարծում եմ, որ հիմնական պատճառը, որով իրենք աջակցում են Էրդողանի ռեժիմին, ոչ թե նաև որ իրենք Էրդողանին սիրում են, ոչ, այնտեղ լրջագույն տարաձայնություններ կան, այլ որովհետև օլիգարխիկ կլեպտոկրատական վարչակարգի գաղափարը իրենց ավելի մոտ է, քան ժողովրդավարությունը, այդ խմբավորմանը ամերիկյան, եւ երկրորդը իրենք վախենում են, որ քեմալիստները կլինեն չափից դուրս Եվրոպամետ, իսկ իրենք հիմա արդեն խնդիրներ ունեն Եվրոպայի հետ եւ փորձում են չնպաստել առնվազն Եվրոպայի ամրապնդմանը եւ տարածական եւ աշխարհայացքային տարածմանը։ Միլիոնավոր մարդիկ են դուրս գալիս ցույցերի եւ պարզ է, որ Էրդողանի կուսակցությունը ամենացածր կետումներից մեկում է իր գոյության ընթացքում պոպուլարության եւ ընտրություններում հաղթելու իր շանսերը շատ քիչ են, նույնիսկ իրենց անընդհատ աջակցող նացիոնալիստների, դոշկայլերի աջակցությունը իրենց կարող է չփրկել, ինչպես դա եղավ տեղական ինքնակառավարման ընտրություններում, որոնք 2 ամիս առաջ էին։ Շատ վատ արդյունքներ ցույց տվեցին, ինչպես եւ նացիոնալիստները եւ քեմալիստները եւ քրդերը, այսպես ասենք, քրդերի եւ ծայրահեղ ծախերի այդ կոալիցիան բավական լուրջ արդյունքներ գրանցեցին։ Եվ Էրդողանը հիմա իրեն չի հետաքրքրում, ինքը դեպի Եվրոպա պետք է գնա, դեպի Ամերիկա, դեպի Պուտինի հետ ինչպես պիտի լինեն, ամեն ինչ, երբ որ խոսքը իշխանությունը պահելուն է վերաբերվում, նմանատիպ ղեկավարները, եւ դա բնական է իրենց համար, մոռանում են ամեն ինչ, որևէ փաստարկ աշխարհաքաղաքական, չգիտեմ, աշխարհահայացքային ոչինչ չի անցնում։ Կարևորը ցանկացած կերպով իշխանությունը պահելն է, ցանկացած հնարավոր կերպով։ Եվ դրանով է զբաղված Էրդողանը։ Եվ մենք տեսնում ենք, կնատեսենք այդ գործընթացին, թե ինչպես է ինքը փորձում դեռ հիբրիդ պետության, այսինքն ֆորմալ, ասում է, դե կաշառակերություն է եղել, ինչպես կարողանալ, ինչպես դեպը չառնենք, հա, ինչպես քայլիստները ասում են, դե, չգիտեմ, այսինչ տեխնացուն ինչ-որ կրիմինալ գործունեությամբ է զբաղվել, բան, ինչպես դեմը չառնենք, նույն հոգեբանությունն է, նույն ռեժիմն է, մի քիչ մեկը կարող է ֆորմալ դեպի ժողովրդավարություն է ձգտում, մյուսը դեպի բռնապետություն, բայց մեծ առումով դա նույն հիբրիդ ռեժիմների բնորոշ պահվածքն է։ Եվ այստեղ ասել թե իսկ լավ կլինի, երբ որ քեմալիստները գան, թե վատ կլինի, դա խնդիր չի, դա մի քիչ նման է նրան, որ մենք ունենք մարդիկ, հայեր, մեր հայրենակիցները, որոնք փրփուրը բերանին ապացուցում էին, որ այդ ալավիտների բռնապետությունը, Ասադի ռեժիմը պետք է մնա, որովհետև նա ձեռնտու է։ Չնայած ակնհայտ է, որ այդ process-ը հավերժ լինել չի կարող, որ վաղ թե ուշ այդ փոքրամասնությունը պիտի զիջեր, պիտի պարտվեր բնակչության ճնշող մեծամասնությանը։ Դա ակնհայտ է, որ հիմա չէ մի տարուց կամ 10 տարի առաջ, դա պետք է լիներ, որ դա աննորմալ երևույթ է։ Դա Հայաստանի վրա վերցրեք, մի կրոնական խումբ, ոչ հիմնական, անունները չտամ, ոչ ոք չնեղանա, իշխանությունը վերցնում է, բոլոր պաշտոնները բաժանում են իրար մեջ, ամբողջ
ուժային կառույցները վերցնում են եւ երկիրը կառավարում են եւ բաժանաբար ճնշում են ցանկացած դիմադրություն։ Ասենք լավ, դա դրական երևույթ։ Անկախ նրանից, որ հասկանալի է, որ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի կողմից զարթնեցրած սուննի ֆունդամենտալիզմի մեջ ոչ մի լավ բան չկա, դա շատ վատ բան է։ Բայց դա նաև կարող ենք անել որպես հիվանդագին ռեակցիա, ջերմություն։ Ասենք, մենք անդադ շփոթում ենք, մտածում ենք, որ ջերմությունը դա հենց հիվանդությունն է, բայց տարրական բժշկական գիտելիքները ասում են, որ ջերմությունը դա ռեակցիան է հիվանդության, որ օրգանիզմը այդպեսի ռեակցիա է տալիս, փորձում է հաղթահարել այդ բակտերիան կամ այդ վիրուսը կամ այդ բորբոքային գործընթացը։ Էդի միջոցով։ Եվ կարելի ասել, որ այն ինչ որ կա Սիրիայում, որքան էլ տհաճ է ինձ համար այդ երևույթը, դա նաև այդ տենդն է։ Դա տենդն է, հիվանդ է Սիրիան, բայց հիվանդության պատճառը վիրուսը, բակտերիան հայտնի է, թե ինչից է դա եղել, որտեղ օտար մարմինը ընդհանուր մարմնի մեջ անդադ այդպես կարողացել է, չգիտեմ, բորբոքային գործընթացներ է գեներացրել։ Հիմա նույնը վերաբերում է Թուրքիային։ Կարողանան արհեստական պահել Էրդողանը, չի կարողանա պահել, պատմականորեն չի կարող պահել, բայց դա կարող է մի ամսից լինել, 10 օրից լինել, 3 տարուց լինել, 1 ժամից լինել, մենք չգիտենք։ Բայց կախվել փոչից մի մարդու, որը մենք ասած Հայաստանի Հանրապետության բարեկամը չի, ինչ որ բանի հույս ունենալով, դա անիմաստ բան է։ Պետք է լինի, ինչ որ պետք է լինի եւ լինելու։ Հիմա թե մի քիչ հետո։ Եվ այստեղ մի կարևոր բան կա, որ որքան էլ Էրդողանը եւ Պուտինը ունենան տարաձայնություններ, որքան էլ սրվեն այդ տարաձայնությունները, հիմա կարծես թե նորից սրվում են, հետո հանդարտվում են, իրենք ունեն ընդհանուր շահերի եւ պայմանավորվածությունների ահռելի դաշտ։ Մոտավորապես 2010-ականների սկզբից ծանր փոխադարձ մեկ-մեկ շատ ցավալի գործընթացներով իրենք հասել են ինչ-որ կոմպրոմիսի մի մեծ դաշտի։ Եվ եթե դրա մասին անցյալ մեր թողարկման մեջ խոսել ենք ես ու Կարենը, եթե Էրդողանը գնում է, Ռուսաստանը չունի երաշխիք, որ այն մարդը, որ կգա Էրդողանի տեղը կամ այն քաղաքական ուժը, քեմալիստները, այդ ամբողջ ծավալը կասեն դե լավ, դե հիմա մենք ժառանգորդն ենք, մենք էս չէ, ինչ որ բաներ կընդունի գուցե, չի շղթի ամեն ինչ, բայց ինչ որ բաներ կասի կներես, դու դա Էրդողանի հետ ես պայմանավորվել, ըստ որում այդ պայմանավորվածությունների մեծ մասը կարծիքով հակասահմանադրական է եւ ապօրինի է, հա, ինչ պետք է դա աջակցեն։ Օրինակ բանը Ռուսաստանը սանկցիաներից փրկելու եւ հետո այդ բաները դիվիդենդները իրար մեջ կիսելու բան այդ գործընթացներին քեմալիստները իրենց վրա դա չեն կարող վերցնել, որովհետեւ դա կարող են այնպեսի ոտատակ ընկնել, որ լուրջ խնդիրներ ունենան։ Դրա համար Ռուսաստանը նաև իր գործակալների միջոցով Հայաստանում ամեն կերպ ասում է, որ Էրդողանի մնալը այս փուլում ավելի ձեռնտու է, քան ինչ-որ այլ կառավարության։ Դա քեմալիստական, բայց հավանականություն։ Սա պետք է հաշվի առնել, որ այստեղ այդ մարդիկ հիմնականում ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերի տեսակետից են խոսում, այլ մեկ այլ պետության տեսակետից են խոսում շահերի, մի պետության, որի շահերը Հայաստանի Հանրապետության շահերի հետ չի բռնում ոչ մի կերպ, ոչ միտեղ այն բան կան, չէ, խաղալիքներ կան, կուբիկներ, որ երեխան պետք է հարմարեցնի անցքին, չէ, տարբեր տեղաս որ փոքր մենք էլ ունենք, դա զարգացնում է մտածելակերպը եւ այլն մոտորիկան, այ հիմա Հայաստանն ու Ռուսաստանի շահերը, եթե այդպեսի կուբիկների նման պատկերացնես, ոչ մի ձև, ոչ մի բան, ոչ միտեղ չի մտնում։ Ընդհանրապես ընդհանուր ոչինչ չկա։ Եվ դրա համար շարժվել այդ դրամաբանությամբ դա ակնհայտ գործակալական գործունեություն է։ Դա Ռուսաստանի դաշնության շահերի քարոզ է Հայաստանի տարածքում։ Ինչալուց քեզ դեմ չեմ, որ ասենք
Հայաստանում ինչ-որ մի խումբ լինի, որը օրինակ այդ մարդիկ են, որոնք կապեր ունեն ինչ-որ հարցում, դա լինի բիզնես, հոգեբանական, ընտանեկան եւ այլն, ասենք, չգիտեմ, Հոլանդիայի հետ, եւ փորձեն իրենք աջակցել կամ ինչպես Ամերիկայում ասում են լոբի անել հայ-հոլանդական հարաբերությունների զարգացում։ Ինչ-որ չափի մեջ դա շատ նորմալ երևույթ է եւ երևի ժողովուրդը այդպես էլ մեծերում են իրար։ Երբ որ այդպեսի խմբերը դառնում են լոկոմոտիվ։ Բայց երբ որ խմբերը պարսպանում են եւ առաջ են տանում թշնամական պետությունների շահեր, այստեղ ես չեմ կարող դրական գնահատել եւ խորհուրդ կտայի դուք էլ նույն կերպ նայեք այդ ամեն ինչին, ակնհայտ է որ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, բանը կարելի է այբերական կարգով ասել, որ ոչ ոք չնեղանա Ադրբեջանից սկսել, որի բան չի փոխվում դրանից։ Դա թշնամական երկրներ են, որոնք այդքան էլ լավ չեն վերաբերվում եմ ասած Հայաստանի Հանրապետության, ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ Հայաստան Հանրապետության գոյության փաստին նույնիսկ վատ են վերաբերվում, հա, եւ այդ պետությունների շահերը առաջ տանողները Հայաստանի Հանրապետությունում իրենք փաստորեն զբաղվում են արդեն ոչ թե լոբիստական, այլ գործակալական գործունեությամբ։ Դա գործակալական գործունեություն է։ Շփոթել հատուկ ծառայությունների գործակալների հետ, դրանք որպես կանոն քիչ են լինում։ Բանը շպիոնները, որոնք այս կամ այն երկրի հատուկ ծառայությունների դրանք Հայաստանում վխտում են, Հայաստանը դարձել է 20-րդ դարի 70-ական թվականների Բեյրութ։ Դրանք վխտում են, բայց մենք իրենց մասին չենք խոսում, որովհետև բան չենք, հատուկ ծառայություն չենք, էլի որ բան անենք, հետաքննենք եւ ասենք այս սա չէ, բայց գործակալական ծառայությունը դա կոչվում է ազդեցության գործակալներ։ Ազդեցության գործակալները ակնհայտ են աչքի, այսպես անզեն աչքով, նույնիսկ ես ակնոցս անած հաստատ կտարբերակեմ մնացած ազնիվ մղումներով մարդկանցից։ Եվ ակնհայտ է, որ այսօր Էրդողանին փորձում են պաշտպանել Հայաստանում հիմնականում Ռուսաստանի Դաշնության գործակալներ։ Հիմա սա կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է կատարվում Թուրքիայում։ Ինչ գործընթաց էր, մինչ այս ամեն ինչը սկսվել է, մինչ այդ սոցիոլոգիան չարաբաստիկ, որ ցույց տվեց, որ շատ վատ է Էրդողանի եւ իր կողմնակիցների վիճակը։ Էրդողանը օբյեկտիվորեն ձգտում է նորմալիզացիայի, նորմալացման Եվրոպայի հետ։ Այստեղ կան տնտեսական պատճառներ, ֆինանսատնտեսական պատճառներ, այստեղ կան նաեւ աշխարհագրական պատճառներ, որովհետեւ այսպես կոչված Աբրահամի պայմանագրի այդ կամ առանցքի երկրները, որոնք պլանավորում են ամենայն դեպս պլանավորում են պատերազմ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, այստեղ Թուրքիան իրենց ոչ միանալ կարող է, ոչ էլ կարող է աջակցել գոնե ձևականորեն դա չի նշանակում այսպես ցածրաձայն, շատ այսպես բուրըն եւ բարձրաձայն, պետք է դրան հակադրվի։ Ես նկատի ունեմ կարող է գործողություններ չանի ոչ մի, բայց պետք է հակադրվի, որովհետեւ Երուսաղեմ եւ այլն սիոնիստներ իսլամական արժեքներ, Երուսաղեմը դա Օսմանյան կայսրության անբաժան մասն է, չէ՞, այդ բոլոր հեքիաթները կան, եւ այդ առումով ինքը ծուղակի մեջ է, եւ ինքն է եւ իր քաղաքական ուժն է լայն ռոպագանդայի միջոցով 20-25 տարում բավական Իսրայելին այսպես հանգիստ գոնե վերաբերվող թուրք ժողովրդին սարքել մոլի հակաիսրայելցի, հակասիոնիստ եւ այլն։ Դա իրենց աշխատանքն է։ Եվ հիմա իրենք գնան եւ համագործակցեն Իսրայելի հետ ընդդեմ Իրանի, դա կատաստրոֆիկ հետևանքներ կունենա իրենց քաղաքական կարիերայի համար։ Դրա համար դեպի Եվրոպա ձգտումը կապված է նաեւ նրա հետ, որ Եվրոպան էլ այդ պատերազմին եւ այդ առանցքին շատ մեծ վերապահումներով է վերաբերում եւ որևէ կերպ չի փորձում աջակցել այդ պատերազմին, ընդհակառակը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այդ պատերազմը չլինի։ Գնում էին բանակցությունները, գնում էր քայլեր, իբթե քրդերի հետ հարցերի լուծում, քրդերին բավական մեծ խոստումներ են տվել, Օջալանի հետ հայտնի
ելույթը, որ պետք է զինված պայքարը թողնել միայն ժողովրդավարական միջոցներով, քրդերի նույնիսկ խոսք էին տալիս եւ այստեղ դիմությունը եւ Էրդողանը իրար հետ մրցելով, որ կարելի է քրդերի ոչ միայն արդեն ազգությունը ճանաչել են, դա Էրդողանը արեց իջալեց, որ կա քրդական ազգություն, այլ նաեւ ճանաչել իրենց լեզվամշակութային իդենտիկությունը որպես թուրքական իդենտիկության կարևոր մաս, այսինքն որ Թուրքիան ոչ միայն թուրքերի ազգային հայրենիքն է, այլ նաև թուրքական քրդերի ազգային հայրենիքն է, այն մինչև այդ գնացող ինչ որ հայտարարություններ են արվում, եւ Կիպրոսում միջալոց սկսել էին բանակցություններ էլի օկուպացված թուրքական եւ բուն Կիպրոսի միջև հունական մասի միջև, այլն այս ամենը ցույց է տալիս, որ ինքը փորձում է լեզու գտնել Եվրոպայի հետ, այդ ֆինանսատնտեսական նույնիսկ չեմ Կորանում հավատացեք, որ Թուրքիայի տնտեսական վիճակում կենսական նշանակություն ունի։ Եվ եղավ ինչ որ եղավ, արդեն Ֆրանսիան, Գերմանիան եւ այլ եվրոպական երկրներ հայտարարում են, որ այսպիսի պարտներ եւ ընկեր մենք ունենք եւ չենք ուզում ունենալ, որը այդպես է անցել է լուծում քաղաքական իշխանության, այլ ոչ թե ազատ մրցակ օրինական իրավական մրցակցության մեջ իրավական դաշտում։ Սա կապված Թուրքիայի իրադարձությունների հետ եւ Գյումրիի մասին խոսեցինք եւ մի իհարկե Եվրամիությանը պետք է անդրադառնամ, Եվրամիությունը փաստորեն արագացված, արդեն արագացված չէ, գերարագացված տեմպերով գնում է դեպի կոնսոլիդացիա, արդեն խոսքը օլիգարխիկ բռնապետական կոնսոլիդացիայի մասին չէ, խոսքը երկրների կոնսոլիդացիային է, ավելի բարձր ընդհանուր ռազմական դաշտ ստեղծելու եւ փաստորեն Եվրոպական միությունը պարզապես տնտեսական եւ քաղաքական միավորից վերածելու ռազմաքաղաքական միավորի եւ շատ արագ են եւ պահպանողական գնահատականներով մոտ 5 տարի է դրա համար պետք առավել այսպես ռադիկալ եւ լավատեսական կանխատեսումներով մոտ 3 տարի։ Սա է իրավիճակը եւ սա ազդում է ամեն ինչի վրա, ամերիկացիները հասկացել են մի վատ բան, որ Կանադան դառնում է Եվրոպայի դաշնակից, որ փաստորեն Կանադան հարձակման է անցել, այն առումով, որ եթե իրենք ընդամենը 1.5 ամիս առաջ փաստորեն լիբերալ կուսակցությունը Կանադան չէ, Կանադայի լիբերալ կուսակցությունը սարսափով էր սպասում ընտրությունների, որտեղ ակնհայտորեն ջախջախիչ պարտություններ կրելու, իրենց վարկանիշը մի երկու անգամ ավելի ցածր էր, քան համեմատաբար ավելի պրոամերիկյան պահպանողական կուսակցության, ես ամենևին չեմ համարում, որ պահպանողական կուսակցությունը Կանադայի դա հայրենասեր չեն իրենք, չեն սիրում Կանադան եւ այլն, պարզապես իրենք տրադիցիոն եւ դա միշտ եղել է, որ լիբերալ կուսակցությունը ավելի նացիոնալիստական է կանադական, այսինքն Ամերիկայից որոշակի դիստանցիա պահպանելու, որքան դա հնարավոր է, իսկ պահպանողական կուսակցությունը ավելի սերտ ինտեգրացիայի կողմնակից է, ոչ միավորվելու, ոչ 51-րդ նահանգ դառնալու, ինտեգրացիայի կողմնակից է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եվ լիբերալ կուսակցությունը ընտրեց Կարնիին պրայմերիզում չէ, համակուսակցական ընտրություններով 130,000 ցայն ստացավ մոտ 150,000 մասնակցից, մոտ առպես եմ թվեր ասում, Կարնին դարավ վարչապետ եւ միանգամից հայտարարեց snap elections, այսինքն ինչպես մենք ենք ասում արտահայտ ընտրություններ, որոնք ապրիլի վերջում են լինելու, շատ արագ, բացահայտ այսպես նացիոնալիստական ռոպագանդան լիբերալ կուսակցության բավական արդյունավետ է, իրենք համարյա հավասարվել են ռեյտինգով պահպանողականների հետ, այսպես վիճակ է, եւ ունեն շանսեր պահպանելու իշխանությունը, բայց եթե նույնիսկ դառնան դիմություն, բարձր է որ պահպանողական կուսակցությունը
Կանադայի իրեն չի կարող շռայլություն թույլ տալ, այլ այնպես ինչպես իրենցից կան սպասումներ Վաշինգտոնում։ Եվ ամենացավոտը Տրամպի ադմինիստրացիայի համար, որ Կանադան ունի լիովին լիակատար աջակցությունը Մեծ Բրիտանիայի, չմոռանանք, որ իրենք միավորված են ընդհանուր պետության ղեկավարով, այսինքն միապետը նույնն է, եւ Եվրոպական միության երկրների, եւ փաստորեն նոր հասավ, որ դա եղավ, չնայած դա հաշվարկելի էր, Տրամպը հայտարարել է, որ այս Եվրոպայի եւ Կանադայի համագործակցությունը տարիքների հարցում, բայց նկատի ունեմ, որ Տրամպը նկատի ունի բոլոր հարցերում, ել ավելի խիստ է լինելու Ամերիկան Կանադայի նկատմամբ։ Այսինքն ակնհայտ է դառնում, որ Կանադան մենակ չէ եւ Կանադան մասնակցում է բոլոր ձևաչափերին, ներառյալ նաեւ Ուկրաինայի օգնության, Եվրամիության ամրապնդման, Եվրամիությունում ռազմական միավորված հնարավորությունները ստեղծելու եւ այլն, այդ բոլոր ծրագրերում Կանադան ունի որոշակի մասնակցություն, ինչպես նաեւ Կանադայի ինքնիշխանության պաշտպանության հարցում Եվրոպան ունի որոշակի կարևոր նշանակություն։ Այստեղ պետք է նաև հաշվի առնել, որ լիբերալ կուսակցությունը ասում է, որ չափից դուրս կախվածությունը Միացյալ Նահանգների տնտեսությունից վտանգավոր է եւ իրենք պետք է մի մասը, իհարկե մի մասը իրենց արտաքին առևտրի կարողանան տեղափոխել դեպի Եվրոպա, դեպի Մեծ Բրիտանիա, Եվրոպա, ներառյալ Եվրոպական միությունը, հա, եւ այլ տեղեր, ինչին դեմ է պահպանողական կուսակցությունը, որը գտնում է, որ այդ դիվերսիֆիկացիայի էքսպերիմենտները կարող են վատ տնտեսական արդյունքներ տալ, որ ինչ ուզում է լինի, հիմնական պարտները տնտեսական Կանադայի մնալու են Միացյալ Նահանգները։ Սա նույնպես նախընտրական կամպանիայի կարևոր բանավեճերից մեկն։ Ինչ է սա կարևոր։ Սա կարևոր է նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը, որը հա իմիջիալոց բոլորս էլ գիտենք, որ ազգային ժողովը հաստատեց այդ Եվրաքվեի ձեռքբերումը, արդեն պաշտոնապես քվեարկեցին, ակնհայտորեն ունի մեկ տարբերակ վերապրելու այս առավիճները, դա ոչ միայն ձգտել դեպի Եվրոպական միություն որպես քաղաքական եւ տնտեսական միավոր եւ ընդհանուր շուկա, այլ նաեւ ձգտելու դեպի Եվրոպական միություն որպես ռազմական դաշինք երկրների, որոնք պատրաստվում են պաշտպանել իրենց ինքնիշխանությունը եւ իրենց շահերը տնտեսական պուտիններից եւ նրանց աջակցողներից եւ այդ առումով մենք ելք չունենք կան դեպի այդ կողմ գնալ ակնհայտ է որ ուրիշ այլ ընտրանք եթե վերցնենք քարտեզի վրա կարգինը եւ այսպես պատտեցնենք հազարավոր կիլոմետրներ չկա իհարկե քայլիչները քայլիչ չեն լինի եթե իրենք այլ ընտրանքներ չմտածեին չփորձեին գտնել եւ իրենց համար այդ ալընտրանքը դա ռեգիոնալիզացիան է մնում, դա մնում է փաստորեն Հայաստանը ոչ Ադրբեջանի, կարծես թե իրենք հասկացել են, որ Ալիևի անհանգ բնավորությունը եւ մաքսիմալիզմը իրենց նույնիսկ իրենց քարտեն հասկացել են, որ տանում է արդեն բացարձակ անեացման Հայաստանը իրենց հետ միասին իրենք կարծես թե ավելի հակված են դեպի նայել դեպի Անկարա եւ Հայաստանը տեղավորել միտեղ այսպես Անկարայի տակ ես հիմա տեսեք գնահատականներ չեմ տալիս որ իրենք բան թուրք եւ այլն փորձենք դա հագիստ խոսել դրա մասին որպեսզի կարողանանք քննել որ կա այդպեսի մտքի եւ գործողությունների ուղղվածություն կա Հայաստանում եւ մտածել թե ինչ կարելի է դրա հետ անել ռացիոնալ փորձենք մտածել Եվ միակ տարբերակը, նորից եմ կրկնում, եվրոպականացումն է Հայաստանի, որքան հնարավոր է արագ, որքան հնարավոր է էֆեկտիվ։ Բոլոր ես ընդհանրապես շատ
փորձում հանդուրժող լինել տարբեր կարծիքների, նույնիսկ ասենք իմ սոցիալական պրոֆիլներում ունեմ, դե տարբեր համակարգերում տարբեր կերպ է կոչվում ընկեր, հետևորդ, չգիտեմ, հա, տարբեր կարծիքների մարդիկ կան, տարբեր կուսակցությունների, տարբեր եւ այլն, եւ կան նաեւ մարդիկ, որոնք դեմ են Եվրոպական միության, Հայաստանի Եվրոպական միության մաս դառնալուն, եւ իրենք ինչ-որ փաստարկներ են փորձում բերել, բայց կա մի բան, որ ինձ համար կարմիր գիծ է, որ ասեմ միանգամից, որ երբ որ այդ կողմը տեսնեմ, որ բոլոր փաստարկները սին են, կիսասին են, որ փուչ են բոլոր փաստարկները, որ դրանք հեշտ է հաղթարել, ջախջախել, այդ բանն է, չէ, փաստարկների փաստարկը, փաստարկների արքան, դա բանն է, ես այդ բառերը հիմա սկսեմ օգտագործել, նույնիսկ հեգնական ոճով հիմա YouTube-ը սկսելու է մանանել, հա, սահմանափակումներ մտցնել, նույնասեռականների բանը թեմա մտցնելն է, որ ով որ ուզում է մեզ տանի բան Եվրոպա, նա ուրեմն ուզում է, որ մենք այլասեռվենք, դառնանք նույնասեռական, չգիտեմ ինչ, այսինքն այդ մարդիկ երևի կամուկացի մեջ են, մինչև հիմա չեն որոշել, իրենք ուզում են դառնալ թե չէ, վերջի բանը, կաթիլը այդ բանն է, Եվրամիության միանալներ, որ ասեն հա, վերջ էս բայց դարձավ։ Այդ աբսուրդ ինչ որ այդպեսի, երբ որ դիսկուսիան այդ մակարդակի է իջնում, շիշակից ցածր է իջնում, ես այդ մարդկանց հետ ընդհանրապես շփումը խզում եմ, որովհետև դա այնքան պրիմիտիվ, այնքան իրականությունից ու տրամաբանությունից հեռու բան է, որ ցույց է տալիս, որ արդեն իրենք ոչ մի բան չեն կարող անել։ Բոլոր փաստարկները սպառված են, բոլոր հնարավորությունները դիպադրելու արդեն չեն անցնում, երկու հույս կա։ Մեկը որ Պուտինը գա Երևանը գրավի, զորքը մտցնի, որը էլի չի լինելու։ Մյուսն էլ ժողովրդին վախեցնել, որ բանը, ասենք պատոհաններից, դռներից, այսպես հորդաները նույնասեռականների գալու լցվելու են Հայաստան եւ այլն եւ այլն։ Եվ նույնիսկ Գյումրիի ընտրություններում հիմա այդ էլի այդ գցում են այդ բաները, այդ ռուսամետները։ Դրանից ավելի ապուշ թեմա չկա։ Կարելի է դեռ ես տաբուացված թեմաներ չեմ ճանաչում, դրա մասին վերաբերել է կարելի խոսել։ Եվ բայց դա абսուրդ է։ Ընդհանրապես ես կարծում եմ, ես չեմ պատկերացնում, որ կարող է նորմալ հասուն տղամարդը կամ կինը, որը ունի կյանք, ընտանիք, կողակից երեխաներ, ընդհանրապես հա, ապրում է այս հասարակության մեջ, կարող է իր ուղեղի ինչ որ մի զգալի մասը լարել այդ թեմայով, դրա մասին մտածել։ Ուրիշ թեմաներ չկա։ Դա չեմ պատկերացնում, թե դա ինչու պետք է դառնա։ Դրա համար սրա մասին հիշատակեցի, որտեղ Գյումրիում թարմացվում է այդ թեմաները նորից, դա միայն խոսում է դրա մասին, որ բացի նամուսադաթական եւ այդ բաների թեմաների ոչինչ չի մնացել տակը, որովհետեւ բոլոր մարդիկ, նորմալ մարդիկ աշխարհում ձգտում են ապրել պաշտպանված, բարեկեցիկ, գործունյակ, գործուն կյանքով։ Եվ չկա երկիր մոլորակի վրա ավելի դրան նպաստող բան, Եվրոպական միության հետ առնչվելը եւ Եվրոպական միությունում լինելը։ Չկա։ Եթե լիներ, թող բերեն օրինակ, թող իրենց Ռուսաստանը, ասեն այ Ռուսաստանն է, թող բերեն։ Ուրեմն այստեղ իմ կարծիքով նույնիսկ մտածելու տեղ չկա, մտածելու բան չկա։ Ակնհայտ է։ Դու պետք է քո կյանքում անես ընտրություն։ Եվ նորից եմ կրկնում։ Հայաստանը մենք նամուսադաթի մասին չի խոսքը, դա արհեստական, մեր վզին փաթաթված եւ օտար եւ թշնամական միջավայրի համար հասկանալի լինելու բաներ են, որոնք ոչինչ չեն նշանակում իմ համար։ Բայց մենք ավանդական ժողովուրդ ենք, մենք ընտանիքների ազգ ենք եւ Փառք Աստծո եւ գուցե հենց մենք ենք պակասում
Եվրոպական միությանը, որպեսզի այդ կողմը, կարևորագույն կողմը եվրոպական քաղաքակրթության ավելի վառ ներկայացված լինի Եվրոպական միությունը։ Եվ ոչ կոչ չի անում հրաժարվել այդ ամեն ինչի, ընդհակառակը մենք պետք է ջահակիրը լինենք այդ արժեքների։ Այստեղ որևէ կասկած չկա, որ դրա հնարավորությունը կա, նայեք, ես ծանոթներ ունեմ տարբեր երկրներից, այդ թվում եվրոպական եւ անծանոթներ, որոնց հետևում եմ, եւ իրենք շատ այդ հարցերում մեզանից ավելի կոնսերվատիվ են եւ այսպես մարտնչող են։ Այնպես որ մի մտածեք այդպեսի բաների համար, ամեն ինչ լավ կլինի, եթե մենք and նիստն եմ հիշում վերջին, որ այդպեսի մղձավանջից պրծնենք, մեր արտաքին քաղաքական մղձավանջը հաղթահարենք որոշակի ծրագիր իրականացնելով, մի ծրագրով չի լինի, ամեն ինչ լավ կլինի։ Էլի խնդիրներ կլինեն, բայց դրանք կլինելու են ոչ այս կարգի եւ ոչ այսքան ճակատագրական խնդիրներ։ Շնորհակալություն ուշադրության համար, հետևեք մեզ, աջակցեք, մինչ հանդիպում։